ինքը հյուրանոցից նստել է մեքենա, հատուկ կառավարական մեքենա է իրան հատկացվում, թիկնազորով, կորտեժով, չէ։ Նստել է մեքենա, հյուրանոցից դուրս է եկել, տակ, սենյակը։ Չնայած այդ օրը Մոսկվայում լավ արևոտ եղանակ է։ Հյուրանոցից նստել է մեքենան, իրան հյուրանոցից բերել են Կրեմլ, ստեղից դուրս է, չէ, Պուտինը ստեղ իրան դիմավորում է։ Երևի մի 30-40 մետր է, կարմիր ուղեգորգ։ Մեքենայից իջնում է, գալիս է մտնում է շենք։ Ընդամենը մի 40-50 մետր պետք է կարմիր ուղեգորգով քայլի։ Ասենք այդքան տեղ գլուխը ոնց կարա մրսի մարդու։ Այդքան տեղն էր դրել։ Հենց է բայդ ռուս լրագրող ընդեղ է ֆիքսը։ Ասենք օրինակ այդքան տեղն չես գլխար դնում, չէ։ Հա։ Կարաս հանգիստ չդնես, չէ, գլուխը մանավանդ, որ ասենք բրեսկոտում, այդպես բան չկա էլի, այդ լրագրողն չի ասում էսի թուրքա։ Որովհետև մարդը գլխար գեփ է դնում, երբ որ նաև վերարկու է հագնում կամ անձրևանոց է հագնում, չէ։ Իսկ չես կարա Բարական բանը գլխար կոչում։ ասենք չես կարա մենակ պիջակ հագ, կոստյում հագնես ու գլխար դնես։ Կարող է դա։ Եթե եղանակը կոստյումի է, ուրեմն տաք է, չէ։ Ուրեմն այդ մի քանի վայրկյանում քո գլուխը չի սառի։ Հիմա հարց առաջանում, այդ թուրքի տեսքով ինչ ես ներկա։ Ասեմ ինչի, ասեմ։ Կարող է արյան կանչա։ 74 թիվն է։ Հա։ Չեմ կարող ասեմ։ Դա արյան կանչել էր անցած տարի կդներ, ինչի այս տարի։ Դե չէ, մարդը տարբեր տարիքում ուրիշ կերպա չի արյան կանչել։ Կամ ասենք թե իջելա ոդկով այդ կարմիր ուղը բոլորն էլ ոդկով էին գնում։ Բա քո առանձնահատկությունը ինչու։ Դժվար էր ասենք ասել մի հատ հեծանիվ բերեին։ Ավտոյից իջնեիր, նստեիր հեծանիվը, սիրուն, արագ գնայիր, հեծանիվը կանգնացնեիր, գնայիր Պուտինի մոտ ընդունելության։ Կարող է չի քշում հեծանիվ։ Հա, այնքան շատ։ Հենա այս անգամ Մոսկվայում չքշեց, կամ ասեք թե պարադա զորքա անցնում է։ Հեծանով հեծոտ վերցեիր, կարմիր հրապարակի էսցերից հենցերը քշելով գայր այդ հայր քո համար։ Սաղ կտենային ամբողջ աշխարհի քո մասին խոսել կասեին հայրենական պատերազմություն ամերիկին Հայաստանի վարչապետը հետնել ասել։ ասել Դե ինչ կա հետո եք ասում, պարոն Ղազարյան, ասեք հնարավոր չէ շուտ ասել։ Slava velosipedу, Slava velosipedу։ Այդպես ռուսերենով բան ասես, կարմիր հրապարակով ասես, ինչքան լավ կլներ։ Հետո վրան բանը։ Slava մեկը տակ էց արիոտ ծենաժան։ Իմիջայլոց հիմա մինչև մայիսի 9-ը իր Մոսկվա գնալ ասեմ, որ նախ կա նաև մեր պաշտոնական տոնացություն մայիսի 8։ Այո, Դա կոչվում է երկրապահի օր։ Հայաստանի ոչ մի պաշտոնյա պետական տոնը օրենքով սահմանված ուղերձ չի հղել երկրապահի օրվա առիթով։ Նույնիսկ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որ հիշատակեն որովհետև երկրապահի օրը չի մտել մեր տոնացույց Շուշիի ազատագրման օրվա խորհրդով, այսինքն մայիսի 8-ը Շուշի ազատագրման օրն է, որ օրենքում չգրեին Շուշի ազատագրման օր, գրել են երկրապահի օր, մայիսի 9-ը հաղթանակի եւ խաղաղության տոնն է, այսինքն մենք երկու իրար հաջորդող տոն ունեինք։ Ուրեմն պետական բյուջեով անցած ուրեմն կառավարության նիստին ես դե միտեղ գրել էի 240 միլիոն դրամ, 234 միլիոն դրամ Երկրապահին պետբյուջեից փող են տվել։ Էդ էլ ինչի համար են տվել, որ այդ Սասունին Միքայելյան սարքել է Պրիգոժին, էլի մի հատ մասնավոր բանակ է սարքել երկրապահը։ Պարզ է, չէ, որ այդ տարիքի մարդիկ ոչ կարան մարտական հերթապահություն անեն ոչ բան, ընդ որում թիվը սկսել է այդ որ մի թոն տանում են մարտական հերթապահության 1800-ից հասցրել են մինչև 10000 մարդու։ 10000 մարդը ընտանիքի անդամները որ հաշվում ես 4 հոգով, ելնա 40000, օդից ընտրող է, երբ որ ընտրությունը լինի։ Այսինքն հիմիկվանից ամեն ամիս իրանց փողը տալիս են, ասում ոչ մի բան անելու համար մենք էս տալիս ենք ամիսը 160000 ենթադրենք դրամ, մտոն պայմանագրային ես։ Ու այդ մարդը ավտոմատ երկրապահում հիմա ովքեր են, առաջին պատերազմի մասնակիցներն են հիմնականում, չէ՞։ Որպեսզի իրանք ամբողջություն չունենան, ասեն, ես մեր ազատագրած հայրենիքը, մեր ընկերների հերոսության զոհողության վայրը դու ոնց ես համարում Ադրբեջան, բա որ դու էնի Ադրբեջանա մենք էլ ինչ երկրապահ չէ, մեզ ինչ սարքի։ Սրանց Սասունի միջոցով փող են տալի, պահում են ընտրական նպատակներով օգտագործելու համար։ Մնացած ժամանակ에 զենքը ձեռը մարդիկ են, մի քիչ ներքի կյանքում ներքին խժդժություն բանակ անելու փոխարեն
Զենքով հասարակական կազմակերպություն ինչ գործ ունի զենք գրի, չէ՞։ Բանանի պետբյուջեից է չզեկուցվող հարցերը, որ ոչ մեկ չի իմանա, էլի, չխոսացվի, չի քննարկվի, բան 234 միլիոն գնաց երկրապահ կամավորականների միությանը։ Բայց 234 միլիոն տալուց հետո մայիսի 8-ին երկրապահին օրն է, նույնիսկ չեն շնորհավորում, ասեն երկրապահ կամավորականներ, որ ձեզ 234 միլիոն փող տվին։ Ձեր տոնը շնորհավոր լինի։ Ասող չկա դրա մասին։